Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին գմբեթավոր բազիլիկ եկեղեցի է, որը պատկանում է 13-րդ դարին հարուստ ձևավորումով, որմնանկարներով, որոնք 17-ից 18-րդ դարերի են։ Ըստ երևույթի դրանք նախաշ Հովնաթանյանի գործերն են։ Ինչու Սուրբ Գևորգ։ 13-րդ դարում հիմնադրվել է Հովանավանքի միաբանության և այստեղ է տեղափոխվել Սուրբ Գևորգի մասունքները, որը ունեցել է բժշկող նշանակություն։ Եկեղեցու շուրջը կան շատ խաչքարեր։ Բավականին հետաքրքիր ճարտարապետական կառուցվածք ունի Մուղնու վանքը։ Այն ուշ միջնադարյան հայկական եկեղեցաշինության լավագույն օրինակներից է։ Այն պարբերաբար վերանորոգումների է ենթարկվել 16-րդ դարում։ Այստեղ եպիսկոպոսական աթոռ է հիմնադրվել։ Վանքը ծաղկոն է ապրել 17-րդ դարում, երբ համալիրը 2 անգամ հիմնովին վերանորոգվել է։ Սակայն 17-րդ դարի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով Պարսից շահի թույլատվությունը, քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-ից 1669 թվականներին կառուցել նորը։ Սակայն Հովհաննես վարդապետը մահացել է, իր շինարարությունը ավարտել է Դավիթ վարդապետը։ Սուրբ Գևորգ եկեղեցու ճարտարապետն է Սահակ Հիզանեցին, որի մահից հետո նրան փոխարինել է իր փեսա և աշակերտ վարպետ Մուրադը։ 19-րդ դարին Մուղնու Սուրբ Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է։ Վանքի առաջնորդ Ստեփանոս arczepiskopos-ը վերանորոգել է վանքի տանիքը և կայծակից փշրված գմբեթի ծայրը։ 2000 թվականին վանքը նորոգվել և բարեկարգվել է Մեսրոպ arczepiskopos Աշճանի հոգացությամբ։ Սև և կարմիր տուֆի սրբատաշ քարերով շինված քառամույթ գմբեթավոր բազիլիկ հորինվածքով։ Եկեղեցուն արևմտյան կողմից կից է եռակամար բաց սրահը, որի միջին հատվածի վրա բարձրանում է զանգակատան 12 սյունանի ռոտանդան։ Մուղնու Սուրբ Գևորգ վանքի տոնական օրը սեպտեմբեր ամսվա վերջի կիրակին է։